Բարնաբարիկ։ Ապրել իրականության մեջ ու այդ ամենը տանել էկրան շատ քչերին է հաջողվում։ Ծիծաղի ու հումորի միջոցով ներկայացնել սեփական երկրի ցավը ու փորձել կանխել այդ երկրում առկա վատ բարքերը եւ այնտեղի համու հոտով վարակել աշխարհում ապրող ամեն հայի։ Thank you հայրիկ գեղարվեստական ֆիլմը պատմություն է մի աղջկա մասին, որը շատ պատահաբար իմանում է, որ հայրիկից մեծ ժառանգություն ունի, բայց ժառանգած միլիոնները ստանալու միակ պայմանը ազգությամբ հայ ամուսին ընտրելն էր։ Դուք կարծում եք, որ մեկ օրում կարող եք ինձ ցույց տալ Հայաստանը։ Կփորձեմ։ Միլիոնները ստանալու մեծ ցանկությամբ աղջիկը գալիս է Հայաստան ու այստեղ սկսվում է ֆիլմի լիրիկական պատմությունները։ Հումոր, ծիծաղ, բայց հիմքում մեծ գաղափար, հայրենասիրություն ու հայրենիքի հանդեպ սեր ու վերադարձ սեփական արմատներին։ Ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերասան եւ սցենարի համահեղինակ Միքայել Պողոսյանի համար սրանք են եղել այն անհանգստությունները, որը բարձրաձայնելու ցանկությամբ էլ հենց նման ֆիլմ է ստեղծել։ Մենք ուզում ենք մեր արմատները չկորցնենք, աշխարհասփյուր հայության կոչ անենք, որ գոնե մեկ անգամ ոտք դնեն այս հող ու ջրին եւ հաստատ այդ արմատները իրանց գործը կանեն։ Սա նաև ֆիլմ է ցեղասպանության մասին։ Սա ֆիլմ է, որտեղ եւս մեկ անգամ շեշտվում է, որ հենց ցեղասպանությունից հետո է, որ հայրն իր կամքից անկախ հայտնվել է օտար հողերում ու տարիների ընթացքում կրկին իր կամքից անկախ կորցրել է իր ինքնությունը ու իր հայկական արմատները կորցնելով սկսել է թաքնվել օտար ազգանունների ներքո։ Ֆիլմի գլխավոր ռեժիսոր Հրաչ Քեշյանը նաև այս ֆիլմի միջոցով է ցանկանում գտնել աշխարհում ապրող ազգությամբ հայ մարդկանց ու հենց ֆիլմի միջոցով նրանց վերադարձնել իրենց պապական հայրենիք ու սեփական արմատներ։ Ի վերջո այս ամեն ինչը նաև որոշակիորեն սերտ կապվում է Եղեռնի հետ, որովհետև ի վերջո այդ սերունդն է, որ այսօր աշխարհասփյուր է եւ միգուցե նույնիսկ չգիտի էլ թե Հայաստանը որտեղ է գտնվում, իսկ վստահ եմ, որ կան այդպիսի հայեր։ Thank you հայրիկ լիրիկական կատակերգության պրեմիերան կկայանա մայիսի 30-ին Մոսկվա կինոթատրոնում, որից հետո ֆիլմը կշարունակի ցուցադրվել կինոթատրոնում։ Սուրեն Ակոբյան, Աշոտ Խաչատրյան, Փաս լրատվական։ Ես ուղղակի հիացած եմ։